Եվ այսպես Հայաստանը ստացավ նկար, Ադրբեջանը J.D. Vance-ի այցը Բաքու։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր իշխանությունները սիրում են ամեն ինչ զրոյական կետից սկսել, եկեք մենք էլ փորձենք այդ խաղը խաղալ, փորձենք պատկերացնել, որ ոչինչ տեղի չի ունեցել եւ հետհաշվարկը գործողություններից սկսում ենք 2026 թվականի հունվարի 1-ից հասկանանք արտաքին քաղաքական ասպարեզում ինչ հաջողություններ կամ ձախողումներ ունեցավ Հայաստանը, ինչ հաջողություններ եւ ձախողումներ ունեցավ Ադրբեջանը եւ Դավոսում տեղի ունեցած միջազգային գագաթնաժողովը լավագույն երևույթներից մեկն է, որը կարող է մեզ մի շարք հարցերի պատասխան տալ։ Ընդհանրապես Դավոսի այս միջազգային տնտեսական ֆորումը հետաքրքիր էր Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, տեղեկատվական հոսքերի համատեքստում, ինչի մասն է խոսքը։ Տեսեք, հունվարի 17-ին Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Դավոս, բայց այստեղ տրամաբանական հարց է առաջանում։ Եթե մենք իսկապես հավատում ենք, որ TRIP-ը դա էքսկլյուզիվ, աննախադեպ տնտեսական պրոյեկտ է, այլ ոչ թե միջանցք, որը հանձնվել է Ադրբեջանին, որտեղ եթե ոչ միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ դու պետք է ներկայացնես այդ պրոյեկտի գրավչությունը, առավել ևս որ ինչ են այստեղ նաև փորձում հասարակությանը համոզել, որ հյուսիս-հարավ, արևմուտք, արևելք բոլոր հնարավոր կոմունիկացիոն ենթակառուցվածքների համար TRIP-ը աշխատող տարբերակ է, բայց Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչին չի մասնակցում, գնում է Դավոսի միջազգային գագաթնաժողովի միայն վերջին օրը, այն էլ գնում է հետևյալի համար, եթե շատ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, որպես հայեր, որպես Հայաստանի բնակիչներ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, պետք է նշենք հետևյալը. Նիկոլ Փաշինյանը այնտեղ գնաց որպես մասովկա, մասնակցելու խաղաղության խորհրդի վերաբերվող փաստաթղթերի ստորագրմանը։ Խաղաղության խորհուրդը դա մի ինստիտուտ է, եկեք այսպես անվանենք, եթե չասենք իհարկե էլիտար կլուբ, մի ինստիտուտ է, որը հիմնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որի առաքելությունը դեռևս վերջնականապես հստակեցված չէ, եւ ընդհանրապես հարց է շատ մեծ առաջանում Դոնալդ Թրամփի նախագահության շրջանի ավարտից հետո այդ ինստիտուտը շարունակելու է գործել թե ոչ, բայց այս ամեն ինչին սրա վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմանը Նիկոլ Փաշինյանը մասնակցում է։ Մենք ունենք Նիկոլ Փաշինյան, մյուս կողմից էլ մենք ունենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, ում չափազանց շատ շնորհակալություն էր հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահ աշխատող, բարձր աշխատավարձ ստացող Վահագն Խաչատուրյանը, Ադրբեջանի նախագահը Դավոսում էր։ Մի շարք հանդիպումներ ունեցավ եւ այն եզակի առաջնորդներից մեկն էր երկրների, ում հետ առանձնազրույց եւ հանդիպում ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Եվ ինչ է տեղի ունենում այդ հանդիպումից հետո։ Երկար ժամանակ իշխանական քարոզչամեքենան փորձում էր հասարակությանը ներկայացնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ J.D. Vance-ի այցը Հայաստան, որը լինելու է փետրվարին, ապացույցն է նրա, որ Հայաստանը ի դեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության ունեն էքսկլյուզիվ համագործակցության, չասենք փաթեթ, բայց հնարավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որ ամերիկացիները համագործակցում են մեր տարածաշրջանում հենց Հայաստանի Հանրապետության հետ, ժողովրդավարության բաստիոն հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետ եւ J.D. Vance-ի այցը Հայաստանի Հանրապետություն դա պետք է ապացուցի, բայց գրողը տանը ինչ է տեղի ունենում։ Ալիևը հանդիպում է Դոնալդ Թրամփի հետ եւ փաստացի համոզում է, որ J.D. Vance-ը ոչ թե Հայաստան այց կատարի, այլ այց կատարի տարածաշրջան։ Ավելին, մենք սխալված չենք լինի, եթե ասենք հետեւյալը, որ քննարկումների, բանակցությունների առանցքային հարցը Բաքվում լինելու է TRIP նախագիծը։ Այստեղ արդեն թող իշխանական քարոզչամեքենան փորձի հասարակությանը բացատրել եւ համոզել, թե ինչու է այդպես ստացվում, որ մի կողմից իրենք ասում են, որ իբրտե այդ փաստաթուղթը, որը ստորագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեռևս օգոստոսի 8-ին, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման մասին է, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը կամ այլ պաշտոնյաներ այցելելով Ադրբեջան, բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ, հայտարարություններ են ընդունում կամ հնարավոր նույնիսկ փաստաթղթեր ստորագրել TRIP-ի վերաբերյալ։ Իսկ միգուցե Ադրբեջանը փայատեր է TRIP-ին, ուղղակի իշխանությունները չեն ուզում այս ամեն ինչը մեզ ներկայացնել, սա գնահատողական դատողություն է, մոտ ապագան ցույց կտա մենք ճիշտ ենք գնահատում իրադարձությունների ընթացքը, թե ոչ։ Եվս մի կարևոր հանգամանք կա, որի վրա պարտադիր պետք է ուշադրություն դարձնենք, երբ հայտնի դառավ եւ ինչից հայտնի դառավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ մեկնում է Ադրբեջան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth սոցիալական ցանցի իր էջում, որտեղ նախ շնորհակալություն է հայտնել Ալիևին եւ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի եւ ոչ թե Ադրբեջանի, այլ Ադրբեջանի ղեկավարին այն բանի համար, որ օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթղթից հետո կողմերի միջև կա խաղաղություն, այլ նաեւ տեղեկացրել է, որ JD Vance-ը մեկնելու է նաեւ Բաքու, նաեւ խոսել թե երկրների հետ համագործակցության ինչ մոդելներ, փաթեթներ են պատրաստվում ներկայացնել ամերիկացիներ եւ մեր պարագայում խոսքը վերաբերվում է խաղաղ ատոմի ոլորտում համագործակցությանը։ Եթե թարգմանենք սա դիվանագիտական լեզվից ավելի պարզ լեզվի, ստացվում է հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ըստ երևույթին ընտրություն են կատարել Մեծամորի ատոմակայանի փոխարեն Հայաստանում բացել ամերիկյան մոդուլային ատոմակայաններ, որոնք տեխնոլոգիական առումով դեռևս փորձարկված չեն որպես մի ամբողջ պետության էներգոհամակարգի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը։ Այստեղ կա եւս մի կարևոր նրբերանգ, որի մասին նույնպես պարտադիր պետք է խոսել։ Իշխանությունները շատ են խոսում ինքնիշխանությունից։ Ինքնիշխանություն չկա, եթե դու էներգետիկ առումով կախվածության մեջ ես այլ երկրներից, այլ մասնագիտական շուկաներից, սա չափազանց կարևոր է։ Տեսեք, եթե մենք Մեծամորի ատոմակայանի գործարկման համատեքստում մենք ունենք անհրաժեշտ կոմպետենցիաներ ոչ միայն աշխատացնելու մեր Մեծամորի ատոմակայանը, այլ մենք կարող ենք նաև փորձագետների պատրաստել այլ երկրների համար, վերջերս Ղազախստանին ստորագրած համագործակցության պայմանագիրը հենց դրա մասն է, որ մեր մասնագետները Ղազախստանի ատոմակայանների համար, ատոմային էներգիան զարգացնելու համար փորձագետներ կպատրաստեն ամերիկյան մոդուլային ատոմակայանների պարագայում, եթե իհարկե իրենք կառուցվեն եւ իրենք չծառայեն միայն ամերիկյան շահերի սպասարկման, օրինակ դատա կենտրոնները էներգիայով ապահովելու համար, տրամաբանական հարց է առաջանում, թե մենք մասնագետներին որտեղից ենք բերելու։ Եթե մենք մասնագետներ չենք ունենալու, դա նշանակում է, որ նաեւ այս առումով մենք կախվածության մեջ ենք լինում երրորդ կողմից։ Այս պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինչևէ, ամփոփելով մեր այսօրվա զրույցը, մենք պետք է նշենք հետեւյալը. եթե մենք իշխանությունների տրամաբանությամբ ենք շարժվում եւ սկսում ենք ամեն ինչ զրոյական կետից եւ փորձում ենք ամեն ինչ մեկնաբանել ըստ այն հաջորդականության քայլերի, որոնք տեղի են ունեցել հունվարի 1-ից այս կողմ, մենք պետք է նշենք պարզապես հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունենալով հնարավորություն իսկապես էքսկլյուզիվ համագործակցություն հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ JD Vance-ին բերել Հայաստանի Հանրապետություն, անկեղծ լինենք նաև իրենց նախընտրական քարոզարշավի շրջանակներում օգտագործելու համար, մենք տեսնում ենք, որ քանի դեռ իշխանությունները զբաղված են Դոնալդ Թրամփի եւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները տարածելով, սրտիկելով այդ լուսանկարները, մեկնաբանություններ գրելով, չգիտեմ, Հորքուրի գանձ եւ այլն եւ այդպես շարունակ, Ադրբեջանը կարողանում է նյութականացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ, ինչի արդյունքում Վենսի այցը դառնում է ոչ թե հայաստանյան այց, այլ տարածաշրջանային այց, ինչը հնարավորություն է տալու Ադրբեջանին ել ավելի խորացնել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մտածեք այդ մասին։